Երևանում է Օվերչուկը, վաղը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, ԱՄՆ սահմանային եւ մաքսային խումբն է արդեն Երևանում խոսում ցուցակ է։ Ընդհանուր process-ի տրամաբանության մեջ, այսինքն շարունակվում է Կովկասում պայքարը աշխարհաքաղաքական ազդեցության, աշխարհտնտեսական սխեմաների համար, հիմնականում լոգիստիկ սխեմաների համար, եւ այս դինամիկան իհարկե տևական ժամանակ է, որ մենք տեսնում ենք, այսինքն այստեղ որևէ նոր բան ըստ էության չկա։ Օվերչուկը գալիս է իր այն հայտարարությունից հետո, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի Եվրամիություն թե Եվրասիական տնտեսական միություն։ Իմ գնահատմամբ Օվերչուկի այցի համատեքստում նույնիսկ ոչ այնքան այդ հանգամանքն է կարևոր, որովհետև ես կարծում եմ այդպիսի խնդիր Հայաստանի առաջ այս պահին չկա եւ թերևս չի էլ լինելու։ Օվերչուկի այցի համատեքստում կարևոր են իհարկե հենց լոգիստիկ սխեմաների հետ կապված հարցեր։ Մասնավորապես մենք տեսնում ենք, որ փորձարկվում է Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղային ինչ որ ենթակառուցվածք աշխատեցնելու տարբերակը, հենց նույն Օվերչուկը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ Ադրբեջանը խոստացել է, որ ռուսական երկաթուղիները կունենան հնարավորություն այդ սխեման իրականացնելու։ Մենք գիտենք, որ ռուսական երկաթուղիներն են նաև հավատարմագրային կառավարում իրականացնում Հայաստանում, եւ այստեղ Օվերչուկի այցի համատեքստում թերևս ավելի կարևոր են այս հարցերը, նաև Էրդողանի նախորդին արած հայտարարության առումով, երբ նշեց, որ խորհրդանշական քայլեր կլինեն հայ-թուրքական հարաբերության կարգավորման ուղղությամբ, այստեղ հավանականներից մեկը դիտվում է սահմանը երրորդ երկրների համար բացելու տարբերակը եւ չեմ բացառում, որ նույն այդ սխեման Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան ինչ որ հեռանկարում դիտարկվի նաեւ դեպի Թուրքիա շարունակելու սցենարով։ Եվ բնականաբար նաև Թրամփի ուղու վերաբերյալ հայտարարությունները, որ հնչեցին Իրանից, շատ կոշտ հայտարարությունը Իրանից եւ նաև Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնյաներից մեկը, որ առանց մեզ դա իրագործել մենք պատրաստ ենք պարամետրերը քննարկել, առանց մեզ հնարավոր չէ եւ այստեղ որևէ մեկին դուր գա թե ոչ, կարծում եմ սա իրատեսություն է, այսինքն եթե այս ծրագրին սկզբունքորեն դեմ են դիրքավորում Ռուսաստանը եւ Իրանը, այդ ծրագիրը չի կարող աշխատել ըստ էության։ Հիմա են դեմ արտահայտվում, բայց տևական ժամանակ է process-ը գնում է։ Թերանը, Մոսկվան լուր էին կամ հակառակը պոզիտիվ հայտարարություններ էին հնչում։ Ինչ որ բան է փոխվել։ Չի բացառվում, որ ինչ որ մանրամասներ հայտնի են դարձել Իրանին նոր քննարկումներից, որովհետև վերջին շաբաթներին հաճախ խոսվեց, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները սկսում են քննարկել այդ հայ-ամերիկյան կոնսորցիումի ձևավորման եւ այդ ճանապարհի կառավարման մոդելները, չգիտեմ, մանրամասները եւ այլն։ Դե խնդրեմ, աշխատանքային խումբ է եկել է եւ այդ աշխատանքի շրջանակում, այո, եւ այստեղ բացառված չէ, որ Իրանին կամ հայտնի է դարձել ինչ որ բան առանց Երևանի, կամ Երևանն է հենց Իրանին տեղեկացրել ինչ որ քննարկման մասին, որի մանրամասները առաջացրել են այդպիսի ռեակցիա։ Ամենայն դեպս առաջին անգամ էր, որ Իրանը այս նախագծի վերաբերյալ այդպիսի ռեակցիա է տալիս, ընդ որում այդ տվողն էլ հատկանշական ֆիգուր է, այսինքն թե ընդհանրապես իրանյան քաղաքականության մեջ առանցքային դեմքերից մեկը, եւ թե հենց անմիջապես Գերագույն հոգեվոր առաջնորդի խորհրդական։ Այս իմաստով դա բավական լուրջ մեսիջ էր եւ շատ հստակ ու կոնկրետ ասված։ Հիմա այդտեղ ինչ խնդիրներ կան, այստեղ ցուցիչ է նաեւ այն, որ Երևանը դեռևս չի արձագանքել որևէ այսպես էական բովանդակություն։ Կա Իրանում Հայաստանի դեսպանի բարձրավանն է։ Դե դեսպանի մակարդակը իհարկե այլ է եւ այստեղ քանի որ հնչել է հայտարարություն բավական նշանային մակարդակով Իրանից, միայն դեսպանի մակարդակի հայտարարությունը հարցազրույցի միջոցով, այն էլ իրանական լրատվամիջոցին հարցազրույցի միջոցով, սա չենք կարող դիտարկել համարժեք։ Եվ այստեղ բացառված չէ, որ անգամ մշակման փուլում է ինչ որ արձագանք։ Այդ թվում չեմ բացառում նույնիսկ Օվերչուկի հետ այս շփումների եւ հանդիպումների ընթացքում կարող է աշխատանք։ Մոսկվայում էլ այսօր հանդիպում են արտգործնախարարները Իրանի եւ Ռուսաստանի։ Նախորդից այնտեղ է եւ այսօր հանդիպումը տեղի ունեցավ, ստորագրվել էր 26-28 թվականներին աշխատանքի համատեղ աշխատանքի ծրագիրը, ընդհանրապես ռուս-իրանական հարաբերությունը այս տարվանից մտել է որակապես նոր փուլ։ Դա այն պայմանագրի բերումով, որ ստորագրվեց 2025-ի հունվարի 17-ին ռազմավարական գործընկերության մեծ պայմանագիրը եւ ուժի մեջ մտավ ամիսներ առաջ։
Սա որակապես նոր փուլ է ռուս-իրանական գործընկերության կամ գործակցության առումով եւ այդ համատեքստում Կովկասի ու Կասպիցի ռեգիոնները դիտարկվում են հենց այդ մեծ պայմանագրում, դիտարկվում են բավականին կարևոր ռեգիոններ։ Այսինքն, եթե մի քիչ բարձունակ ձևակերպենք, ձևավորվում է ալյանս ընդդեմ Վաշինգտոնյան մուտքի Կովկաս։ Ես չեմ կարծում, որ այստեղ այդպես ալյանսի մասին է խոսքը առավել եւս Վաշինգտոնի դեմ։ Նախ պետք է հասկանալ նույնիսկ թե Վաշինգտոն ասելով հիմա մենք ինչ ենք հասկանում, որովհետեւ կա Թրամփը իր աշխատակազմով, բայց ակնհայտ է նաեւ, որ Թրամփի այդ վարչակազմը դեռևս ինստիտուցիոնալ ամբողջությամբ չի տիրապետում Միացյալ Նահանգների ընթացքին եւ տրամաբանությանը։ Սրա մի վառ օրինակ է այն, որ մենք տեսնում ենք Թրամփը բոլոր առանցքային ուղղություններով բանակցում է ոչ թե պետքարտուղարության ինստիտուցիոնալությամբ, այլ իր հատուկ բանագնացների միջոցով։ Սա ինչի վկայություն է։ Այն, որ Թրամփը չի վստահում պետքարտուղարություն ինստիտուտին, համարելով, որ այդ ինստիտուտը ամբողջապես կառավարելի եւ ենթակա չէ իրեն։ Եվ հասկանում ենք այնտեղ պայքարը Թրամփի եւ այդ ուլտրալիբերալ գլոբալիստական մոտեցումների կրող ամերիկյան թևի միջև եւ այս պայքարը առաջացնում է առնվազն այդ հարցը մենք հիմա Վաշինգտոն ասելով ինչ ենք պատկերացնում եւ նույնիսկ այս Թրամփի ուղի ծրագիրը սա անկասկած երկարատև մշակման անցած ծրագիր էր, այսինքն այնպես չէ որ Թրամփը մի քանի օրում կամ շաբաթում ինչ որ գլուխ բերեց այսպիսի սխեմա։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 24 թվականին բավական ակտիվ էր process-ը եւ Միացյալ Նահանգների պատվիրակություններ շատ հաճախ գալիս էին եւ այդ արտապատվիրակման գաղափարը շրջանառության մեջ դրվեց հենց այդ ժամանակից, երբ Հայաստանը ճանապարհի կառավարումը արտապատվիրակում է ինչ որ մասնավոր կազմակերպության եւ մենք հիմա տեսնում ենք, որ հենց այդ սխեման է Թրամփի ուղի ասվածը։ Այստեղ չեմ բացառում, որ Թրամփի հարցում պարզապես խաղ է գնացել նրա այդ փառասիրության վրա, նաև ներքին կարիքների վրա ինչ որ հաջողություններ ներկայացնելու եւ այլն, եւ այս խորագրի ներքո, այսպես ասած, առաջ է մղվել առնվազն համաձայնության տեսքով, առաջ է մղվել այդ գաղափարը իրականացնելու տեսանկյունից, այսինքն փաստաթղթավորելու տեսանկյունից, բայց կա արդեն իրականացումը եւ այստեղ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ, նույն Թրամփը մենք տեսնում ենք ինտենսիվ երկխոսության մեջ է Պուտինի հետ։ Այս դաշտում ինչ են քննարկում, ինչ հարցեր են քննարկում նաև Կովկասի առումով, սա այդքան էլ միարժեք չէ իմ գնահատմամբ, ըստ այդմ ես այդպես միարժեք չեմ խոսի նաև Վաշինգտոնի դեմ ալյանսի ձևավորման առումով։ Վաշինգտոնում ուլտրագլոբալիստական այդ թևի ազդեցության, այդ լիբերալ, ծայրեղ լիբերալ թևի ազդեցության դեմ պայքար, այո, այստեղ մեծ հավանականությամբ կա, բայց այստեղ Թրամփը դարձյալ մեծ հարց է, որ կողմում է։ Չէ, ես գամ այն մտքին, որ եթե Իրանն ու Ռուսաստանը փորձեն կամ ուզենան, թրիպ ռիսկի տակ է։ Համենայն դեպս ունեն մեծ հնարավորություն եւ այստեղ ռիսկը նաեւ այլ է։ Այսինքն ճնշել Երևանին եւ Բաքվին։ Դե բնականաբար ճնշման մասին երևի թե խոսք կարող է լինել միայն Երևանի դեպքում, որովհետեւ շատ թույլ վիճակում է Երևանը։ Բաքվին ճնշելը շատ ավելի Թրիպով ոգևորված է նաև Բաքուն։ Դե Բաքուն իր խաղով է ոգևորված, որովհետև Թրիպով ստանում է այն, ինչ ուզում է, այսինքն Բաքվի համար ինչ տարբերություն, թե ինչ ձևակերպումով կստանա Իրան խոչընդոտ ճանապարհը։ Այստեղ խնդիրն այն է, որ Ռուսաստանն ու Իրանը որպես հակազդող գործողություն կարող են առաջարկ անել Թուրքիային եւ Ադրբեջանին։ Սա է լինելու մեխանիզմը, բնականաբար պատերազմով չեն փորձելու հակազդել, փորձելու են հակազդել քաղաքական առաջարկներով եւ սխեմաներով։ Վաշինգտոնի թևում է խաղում։ Այս էլ շատ հարաբերական է, որովհետեւ օրինակ նույն Թրիփի այդ Թրամփի ուղուց հաստատումից հետո Թուրքիայի հայտարարությունները եղել են հետեւյալ տրամաբանության մեջ, որ իրեն Զանգեզուրյան միջանցք է պետք, իսկ Զանգեզուրյան միջանցքի հարցով ամեն ինչ չէ, որ պարզ է։ Այսինքն այնպես չէ, որ Թուրքիան միարժեք գոհ է այդ Թրամփի ուղու տրամաբանությունից։ Այստեղ դժգոհության պատճառները կարող են շատ տարբեր լինել, բայց համենայն դեպս Թուրքիայի վերաբերմունքն էլ չի եղել այդպես միարժեք, որ այդտեղ լուծվեցին հարցեր մեզ համար եւ այդ հարցերը բավարարում են մեզ լիովին։ Եթե մոտավոր փորձենք հասկանալ, այս թնջուկը ինչ ժամանակ է խլելու կողմերից։ Շատ անորոշ է, դժվար այդպես ժամանակային առումով սահմանել։ Եթե ժամանակային ինչ-որ չափումներ անենք, այստեղ միակ ամենայն դեպս շոշափելի կամ թվային հայտարարությունը այս խաղացողների շրջանում հնչել է Պուտինի շուրթերից,
Մի տարբերակում նա խոսում էր, որ առաջիկա տասնամյակը լինելու է համաշխարհային պատմության ամենաանկանխատեսելի տասնամյակը եւ վճռորոշ ճակատագրական տասնամյակը։ Մեկ այլ տարբերակով, եթե չեմ սխալվում, նախորդ տարի էր, նա խոսեց 20 տարիների մասին։ Հիմա ժամանակային ինտերվալ այդ խոշոր խաղացողներից մատնանշել է միայն նա։ Հիմա այս ինտերվալը կպահպանվի ավելի երկար, ավելի կարճ, սա իհարկե հարց է, բայց ժամանակ կանխատեսել շատ բարդ է, ինչպիսին կլինի փոխհարաբերությունները։ Ըստ իս կա գլխավոր այսպես եռյակի շրջանակը, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Չինաստան։ Եվ հետո արդեն դրա տակ մի շարք այլ խաղացողներ են տեղավորվում էական։ Բայց սրանց միջև փոխհարաբերություններից է կախված, թե ժամանակային առումով ինչ պատկեր կունենանք։ Մի բան երևի թե անկասկած է, որ իրավիճակը չի մնա այսպիսին, այսինքն մենք հիմա բոլոր դեպքերում շարունակում ենք Կովկասի հարցում լինել միջանկյալ ստատուս քվոյի շրջափուլում։ Լավ, ես դա ինչու եմ ուզում հասկանալ, որովհետև հայ-ադրբեջանական օրակարգը այդ իրավիճակի պատանդն է, թե նա ինքնուրույն լուծման է սպասում։ Չէ, իմ կարծիքով Ադրբեջանը այդ օրակարգում կողմնորոշվում է հետևյալ տրամաբանությամբ, իրավիճակը անկանխատեսելի է։ Բոլորը բոլորի դեմ, այսպես ասենք, պատերազմի եւ բոլորը բոլորի հետ առնվազն տեսական պայմանավորվածության ռեժիմում են։ Ուժի գործոնը շարունակում է հարաբերություններում մնալ դոմինանտ, եթե անգամ ինչ որ ժամանակային իմաստով այդ գործոնը այսպես հանդարտ ռեժիմում է հայտնվում։ Եվ հետեւաբար այստեղ պետք է օգտագործել ուժերի առավելությունը Հայաստանի հանդեպ ու անընդհատ առաջ բերել նոր օրակարգեր եւ պահանջներ։ Հիմա կստացվի ինչ որ դինամիկայով սպասարկել, հասնել նպատակներին, կստացվի, չի ստացվի, իրենք բարձրաձայնում են եւ գնում հետեւից ինչի կարողացան հասնել։ Այս մոտեցումով է Ադրբեջանը առաջ գնում եւ ոչ թե պատանդ է օրակարգը իմ կարծիքով, այլ հակառակը Ադրբեջանը փորձում է այդ օրակարգը անընդհատ ձևավորել եւ պահել կոնֆլիկտային, որովհետեւ տեսնում է պատեհություն միջազգային իրավիճակի առումով, առնվազն այդ օրակարգը ձևավորել։ Լավ, միջնորդը մի օր կհարցնի, ինչու եք ձգում։ Միջնորդ չկա, այսինքն ինչ միջնորդ, որևէ մեկին իսկում է հետաքրքիր հայ-ադրբեջանական օրակարգի տեսանկյունից։ Բոլորի համար դա գործիք է, իսկ գործիքը ինչքան ինքը կոնֆլիկտային լինի, այդքան ավելի կիրառական։ Ում է հետաքրքիր այդ հակամարտությունը։ Ես մեկ այլ բան ասեմ, նույն Թրամփի ուղու մասին ենք խոսում։ Թրամփը օրերս հրապարակեց ռազմավարական ազգային անվտանգության ռազմավարության թարմացված փաստաթուղթը, այսինքն այս վարչակազմը իր պատկերացումը մոտ 3 տասնյակ էջանոց փաստաթուղթ, որը շատ հետաքրքիր էր ընդհանուր առմամբ եւ ընդգրկում էր ամբողջ եվրոպացիների, նաեւ Ռուսաստանի եւ Չինաստանի հանդեպ տոնայնության շատ էական փոփոխություն կար։ Օրինակ Չինաստանը ի տարբերություն Բայդենի վարչակազմի այդ փաստաթղթի չէր դիտարկվում որպես գլխավոր սպառնալիք կամ մրցակից, այսինքն այդ ձևակերպումներն էին բավական փոփոխության ենթարկվել։ Այս իմաստով այդ 3 տասնյակ էջի մեջ Կովկասի անուն չկար։ Այսինքն մենք այստեղ համարում ենք, որ հիմա Թրամփի ուշքու միտքը, եթե անունը դրված է այդ ճանապարհի վրա, վերջ իր համար դա չգիտեմ, այսպես առաջնահերթություններից մեկն է, բայց այդ ազգային անվտանգության ռազմավարության մեջ Կովկասի անուն չկար ընդհանրապես առանցքային ռեգիոնների շարքում։ Ադրբեջանը արտաքին քարոզչական տիրույթում հասկանալի է ինչի անում։ Արևմտյան Ադրբեջան, դեմարշ Հայաստան Եվրամիություն այդ համաձայնագրին։ Գետնի վրա այլ բան է տեղի ունենում, օրինակ կոմունիկացիաների բացում, հիմա սպասում են ադրբեջանական նավթամթերքի Հայաստան։ Ինչու է այդպես։ Դե նախ Ադրբեջանի օրակարգին կամ առաջ քաշած հանգամանքներին այդ ամենը չի հակասում։ Այսինքն մենք տեսնում ենք Ադրբեջանը մի կողմից գնում է այդ համաձայնություններին, ի վերջո դրանք իր համար վնաս։ Իր համար օրինակ, եթե նավթամթերքի հանգամանքը դիտարկենք, նավթամթերք է վաճառում, իսկ ինչու չգնա։ Առավել եւս, երբ պաշտոնական Երևանը մի կողմից նավթամթերք գնելու պատրաստակամություն է հայտնում, ադրբեջանական նավթամթերք, մյուս կողմից տարակուսանք է հայտնում Ադրբեջանի խոսույթի վերաբերյալ, եւ մեկ այլ կողմից էլ իր խոսույթով լեգիտիմացնում է Ադրբեջանի խոսույթը Հայաստանի հանդեպ հավակնությունների թեմաներով։ Այստեղ Ադրբեջանը ցավոք սրտի ոչ մի այսպես կորցնելու բան չունի եւ մեկը մյուսին Ադրբեջանի վարքագծի իմաստով ցավոք սրտի չի հակասում։ Ինչ ասել է լեգիտիմացնել, ինչ նկատի ունես։ Դե օրինակ, երբ Հայաստանի վարչապետը ամենաթարմ օրինակը բերենք, երբ Հայաստանի վարչապետը Գերմանիայում հայտարարում է, որ ինքը Ադրբեջանին առաջարկում է
մենք հրաժարվենք արցախցիների վերադարձի իրավունքից, Ադրբեջանն էլ հրաժարվի այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքից։ Հիմա մենք բերում ենք արցախցիների ընդհանուր միջազգային լեգիտիմություն ունեցող իրավունքի հարցը, իսկ միջազգային լեգիտիմություն, որովհետև Արցախի հարցը քննարկվել է միջազգային մանդատի ներքո, բացառիկ ձևաչափի ներքո, Մինսկի խումբը եւ համանախագահությունը։ Հիմա մենք բերում ենք այդ հարցը, հավասարեցնում ենք ադրբեջանցիների, արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի հարցին, երբ այսպիսի հարց ընդհանրապես գոյություն չունի։ Իսկն ադրբեջանցիները Հայաստանից հեռացել են կամովին։ Հասկացանք, քաղաքական իրավիճակն այնպեսին էր, որ նպատակարար չեն գտել ապը։ Փոխհատուցումը հետ, այո, տնօրինել են իրենց գույքը եւ այլն։ Հիմա երբ մենք ասում ենք, մենք այս հարցը փակենք, դուք այդ հարցը փակենք, երբ իրենք ասում են, չէ, մենք համաձայն չենք, դուք բաց պահեք այդ հարցը, եկեք որպես Ադրբեջանի քաղաքացի ապրեք, մենք դեմ չենք։ Մենք ստանում ենք հավասարության նշան Արցախի վերադարձի հետ միջազգայինորեն լեգիտիմ իրավունքի եւ Ադրբեջանի ինչ որ հորինված իրավունքի միջեւ։ Եվ երբ Ադրբեջանի նախագահը հանձնարարում է իր պետական կառույցներին եւ ոչ պետական կառույցներին, առաջ մղել այս հարցը միջազգային օրակարգում, Հայաստանի վարչապետի հայտարարությունը կամա թե ակամա նպաստում է այդ առաջ մղմանը։ Եվրամիությունը որոշել է օգնել Հայաստանի ընտրություններին հիբրիդային հարձակումներից պաշտպանվելու համար։ Ինչու է դա անցալվում որպես օգնություն գործող իշխանության։ Դե նախ առաջին հերթին դա պարզ ֆինանսական օգնություն է, այսինքն 15 միլիոն եվրոյի օգնություն նախընտրական նպատակներ սպասարկելու համար։ Ինչու են Հայաստանի իշխանությանը տալիս այդ օգնությունը մի որոշ իմաստով ավանսով, որոշ իմաստով կատարված աշխատանքի դիմաց։ Կատարված աշխատանքի դիմաց ես նկատի ունեմ օրինակ այդ բրյուսելյան գործընթաց ասվածը, որի նպատակն էր փակել Արցախի հարցը, այդպիսով եւս մի քանի աստիճան թույլատրել Ռուսաստանի ներկայությունը Կովկասում եւ Եվրամիության առաջ խաղացման, Կովկասում Եվրամիության դերակատարման նոր ինչ որ միջավայր ձևավորել։ Եվ այդ իմաստով այս օգնությունը, որը հատվածներից մեկն է ընդհանրապես Եվրամիության տրամադրած ֆինանսական տարբերակների, պայմանավորված է հենց դրանով։ Ավանսային իմաստով, որ պաշտոնական Երևանը շարունակի այն քաղաքականությունը, որ վարել է, եւ բաց տեքստով նույնիսկ ասում են, այսինքն եթե դուք պատրաստ եք որոշակիորեն աջակցել ձեր քաղաքականությամբ Ռուսաստանի դեմ, նաեւ Իրանի դեմ որոշակի իմաստով, հիմա արդեն ես նշեցի ռուս-իրանական կոմունիկացիայի այդ որակական փոփոխությունը բազային իմաստով։ Եթե դուք պատրաստ եք դրա դեմ մեր մոտեցումներին աջակցել կամ խաղալ լոյալ այդ դաշտում, մենք տրամադրում ենք այս օգնությունը, որ դուք ձեր դիրքերը պահեք իշխանության առումով, որպեսզի շարունակեք այդ քաղաքականությունը։ Ես էլ չեմ խոսում այն մասին, որ այս նույն Եվրամիությունը հայտարարեց մի քանի օր առաջ հանձնակատարը, Եվրահանձնակատար Մարտակոսը, որ իրենք դիտարկում են Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա, Եվրամիություն քառակողմ ձևաչափի օրինակը։ Եվ սա զարմանալի չէ, ես այս թեմայով խոսում եմ դեռևս մարտից, Հայաստանում քիչ ուշադրության արժանացավ։ Շատ էական հայտարարություններ արեց Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մարտին, ապրիլի սկզբին, ավելի ճշգրիտ։ Ուզբեկստանում տեղի ունեցած Եվրամիություն Կենտրոնական Ասիա գագաթնաժողովի ընթացքում նա խոսում էր տրանսկասպիական միջանցքի գաղափարը առաջ տանելու մասին, խոսում էր այդ հարցում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական սահմանների կարեւորության մասին եւ խոսում նաեւ անխոչնդոտ սահմանների մասին։ Դրանից հետո եղավ Ալիևի հայտարարությունը, որ դա ձեր գործը չէ, հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական սահմանները, այսինքն իրենց գինն էին բարձրացնում այդ իմաստով։ Այս պատկերն է եւ այստեղ շարունակություն ենք տեսնում այդ քաղաքականության, այսինքն Եվրամիության իր շահերի տեսանկյունից մոտեցումները շատ հասկանալի են։ Այսպես գնում ենք միջև ընտրություններ, աննշան վայրիվերումներով։ Դե Երևանը փորձում է մի կողմից այդ լոյալության դիրքավորվել Եվրամիության հանդեպ, ի վերջո փող է, նաեւ որոշակի նաեւ ազդեցություն հասկանալի է, այնպես չի որ խաղից դուրս է Եվրամիությունը։ Մյուս կողմից տեսնում ենք նաեւ որ աշխատում են նաեւ Ռուսաստանի հետ, այստեղ ստեղծվում է այդ պայմանական ասած դիսոնանսը, կոգնիտիվ դիսոնանսը շատերի մոտ, ինչպես կարող է Եվրամիությունից հիբրիդային պատերազմի դեմ, այսպես ասենք, փող վերցնել, բայց չէ որ հիբրիդային պատերազմի աղբյուր դիտվում է Ռուսաստանը։
Սա իսկապես շատ բարդ խաղ է, շատերի համար սա բարդ է պատկերացնելը, որովհետև մարդիկ հիմնականում վարժեցվել են սև-սպիտակ չափելով, այսինքն սրան կողմ, սրան դեմ, կամ սա սրա դեմ եւ Հայաստանը արանքում։ Իրականում Ռուսաստանին էլ իրերի այս դրությունը ամենևին չի խանգարում տակտիկական իմաստով, որովհետև ռուսները զգալիորեն թուլացած են իրենց հնարավորությունների առումով, ուկրաինական պատերազմի բերումով, եւ եթե տակտիկական իմաստով այստեղ Երևանը որոշակի պատասխանատվության տակ է դնում Եվրամիությանը, կայունությունը ապահովելու տեսանկյունից, ռուսներին սա բավարարում է, որովհետև հակառակ պարագայում ինչ տրամաբանությամբ են մոտենալու Կովկասին։ Այստեղ ռուսների համար ստեղծել երկրորդ ճակատի նախադրյալներ։ Այո, տակտիկական իմաստով նահանջի վիճակում էր գտնվում Ռուսաստանը, բայց ժամանակավոր, այսպես միջնաժամկետ տեսանկյունից, սա իր համար առավել բավարար էր, քան ունենալ այստեղ խնդիրներ եւ դրանք լուծելու պատասխանատվությունը լիներ իր վրա ամբողջապես։